Լոնդոնում կայանալիք եվրոպացի նախարարների Վայմար պլյուս հանդիպումից առաջ Եվրոպական միության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը կոչի արել Ռուսաստանի և Ուկրաինային համաձայնության գալ հրադադարի շուրջ։ Նա հայտարարել է, որ առանց համապատասխան համաձայնության խաղաղ բանակցություններ չեն կարող լինել և Մոսկվային մեղադրել է քաղաքական խաղեր խաղալու համար։ Եթե հրադադար չլինի, ապա կրակի տակ բանակցություններ չեն կարող լինել, նշել է Կալասը, հավելել. Մենք լսել ենք, թե ինչ է ասել Պուտինը, բայց տեսել ենք նաև, թե ինչ են արել։ Նկատի ունեմ մեկ գիշերվա ընթացքում նորից 100-ից ավելի անօդաչու սարքերով հարձակումներն Ուկրաինայի վրա։ Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին էլ նշել է, որ եթե Մոսկվան նորից հրաժարվի հրադադարից, ապա պետք է ճնշում գործադրվի ոչ թե ագրեսիայի զոհի, այլ ագրեսիայի հեղինակի վրա, մինչև նա ցավ զգա և դառնա ավելի խելամիտ։ Իսպանիայի արտաքին գործերի նախարարն էլ հայտարարել է, որ Եվրոպան խաղաղություն է ուզում։ Հիմա Ռուսաստանը պետք է պատասխան տա և գործով ապացուցի, արդյոք Մոսկվան էլ է խաղաղություն ուզում, նշել է Խոսե Մանուել Ալբարես Բուենոն։ Վայմար պլյուս հանդիպմանը մասնակցում են արտգործնախարարներ Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Լեհաստանից, Իսպանիայից և Եվրամիության ներկայացուցիչներ։ Բանակցություններն առաջին անգամ են ընթանում Լոնդոնում Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամիի նախագահությամբ։ Հունգարիան հանդես է գալիս Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների հնարավորինս շուտ չեղարկման օգտին և չի աջակցում Ռուսաստանից էներգակիրների մատակարարումն արգելելու Եվրահանձնաժողովի ծրագրին, հայտարարել է Հունգարիայի կառավարության ղեկավար Վիկտոր Օրբանը ելույթ ունենալով Բուդապեշտում Եվրամիության երկրների խորհրդարանների խոսնակների համաժողովին։ Նա ընդգծել է, որ դեմ է Բրյուսելի նախաձեռնությանը, որը կառաջացնի նավթի, գազի ու էլեկտրաէներգիայի գների բարձրացում և ուղղակի կսպանի Հունգարիայի տնտեսությունը։ Տնային տնտեսությունների և ընկերությունների համար էներգակիրների գները կկրկնապատկվեն, հունգարական ընտանիքները չեն դիմանա դրան, հայտարարել է վարչապետը։ Օրբանը նշել է, որ հենց դա է պատճառը, որ Բուդապեշտը հանդես է գալիս Ուկրաինայի հակամարտության շուտափույթ կարգավորման օգտին։ Նրա խոսքով հունգարացիները խաղաղություն են ուզում և նրանք ցանկանում են հնարավորինս արագ ազատվել Բրյուսելի տնտեսական պատժամիջոցների քաղաքականությունից։ Եվրամիությունը մտադիր է 900 միլիոն եվրո հատկացնել ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից Կիևի համար զենք և զինամթերք գնելու համար մինչև 2025 թվականի վերջ, հայտարարել է պաշտպանության հարցերով եվրահանձնակատար Անդրիուս Կուբիլյուսը Եվրամիություն-Ուկրաինա ռազմական համագործակցությանը նվիրված համաժողովում։ Կուբիլյուսը հիշեցրել է, որ Եվրամիության դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը մայիսի 9-ին Լվովում խոստացել է 1 միլիարդ եվրո ներդնել Ուկրաինայի ռազմական արդյունաբերության մեջ, ընդգծելով, որ այդ գումարը կուղղվի տարբեր տեսակի դրոնների արտադրությանը։ Եվրամիության մշտական ներկայացուցիչների կոմիտեի նիստում էլ Եվրամիության երկրները սկսել են համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը։ Եվրամիության ընդլայնումը դեպի Արևմտյան Բալկաններ նորից առաջնահերթություն է դարձել, հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան։ Երեքշաբթին նա սկսում է տարածաշրջանային այցելությունը։ Եվրոպական խորհրդի նախագահը համոզմունք է հայտնել, որ Եվրամիության ընդլայնման գործընթացը պետք է վերագործարկվի։ Միաժամանակ Կոշտան հաստատել է թեկնածու երկրների համար հիմնական պահանջը։ Նրանք բոլորը պետք է իրականացնեն անհրաժեշտ բարեփոխումներ Եվրամիության քաղաքական և անվտանգության չափանիշներին համապատասխանեցնելու համար։ Եվրոպական խորհրդի նախագահի տարածաշրջանայցը կսկսվի Սերբիայից, որն արդեն մի քանի ամիս է քաղաքական ճգնաժամի մեջ է, և կավարտվի Ալբանիայով, որտեղ մայիսի 16-ին Կոշտան կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Մերի Ներսիսյան, լուրեր։